30-ից ավելի բնակավայրեր սպասարկող Թալինի բժշկական կենտրոնը 4 տարվա վերակառուցումից հետո արդեն 1 ամսից ավելի սպասարկում է բուժառուներին։ Հիմա 100 աստիճան փոխվել է, կարելի ասել, թե մաքրությունը, հիգիենան, թե ամեն ինչը։ Այն ժամանակ չկար պայմաններ, դաժե ապակիներ չկար, ցելոֆանապատած էր, ձմեռ, ցուրտ։ Այն ժամանակը ուրիշ էր, հիմի вообще ուրիշ, ընդհանրապես։ Հիմի ավելի բարև կարգված ամեն ինչ նորմալ։ Համակարգչային տոմոգրաֆիա, էնդոսկոպիկ վիրաբուժություն, մանկական վիրաբուժություն։ Հիվանդանոցի նոր ծառայություններից մի քանիսն են, ինչպես փոխտնօրենն է նշում, դրանք ոչ թե կրկնապատկվել, այլ բազմապատկվել են։ Մենք ունենք այս սենյակում արդեն տրիտմենտը, որը սրտի ծանրաբեռ նվազության տեստն է, ունենք հոլտեր, ապարատ տնելու, ունենք EKG եւ ունենք էխո, սրտի էխո։ Այս սարքը բազմաֆունկցիոնալ նոր մոդելի ապարատը, կատարվելու է ստամոքսաղիկային տրակտի հետազոտություն, ուրոգրաֆիա, սալպինգոգրաֆիա, սկոպ ունենք, բազմաֆունկցիոնալ հիվանդին կարողանում ենք տեղաշարժել համապատասխան դիրքով եւ ստանալ որակյալ նկարներ։ Օրվա կտրվածքով նայում ենք 30-ից 40 հիվանդ։ Վերակառուցման ընթացքում էլ հիվանդանոցի աշխատանքները չեն դադարեցվել, աշխատել են այլ մասնաշենքից, որը բազմաթիվ խնդիրներ ուներ։ Փոխտնօրենը նկատում է, նախկին պայմանների պատճառով բուժառուների թիվն էր նվազել։ Դիմել են, սակայն բուժումը անցկացնելու համար պայմաններից ելնելով հրաժարվել են։ Մանկական վիրաբուժության խնդիր ենք ունեցել միշտ, մեր պացիենտները ցանկություն չեն ունեցել մայրաքաղաք մեկնելու վիրահատությունները անցկացվելու, որովհետև մեր մասնագետների կողմից հնարավոր է եղել դա իրականացվել, բայց լիցենզիա չունենալու պատճառով չենք իրականացրել։ Կառավարությունը վերակառուցման համար տրամադրել է շուրջ 1 միլիարդ 475 միլիոն դրամ։ Նոր պայմանները լավ են, սարքավորումները նոր, սակայն առայժմ մասնագետների պակաս կա։ Խնդիրը բուժառուներն են նկատել։ Եթե մի քիչ ավելի լավ մասնագիտացված բժիշկներ լինեն, դա ավելի շատ լավ, չեն գնա հասնի Երևան, ինչ-որ մի թեթև խնդիրների համար, տեղում ամեն ինչ հարցերը կլուծվի։ Ունենք որոշակի կադրային պակաս, բայց արդեն դիմելիություն էլ ունենք եւ շուտով համալրվելու են նոր մասնագետներով։ Փոխտնօրենը շարունակում է, հիվանդանոցը սպասարկում է շուրջ 39,000 քաղաքացու, շեշտում այստեղ գալիս են ոչ միայն Արագածոտնի մարզից։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատյան, լուրեր։